Բարև ձեզ։ Ինձանից ձախ գտնվում է թիվ 134 դպրոցը, այս ամբողջ հատվածը այն է թիվ 134 դպրոցն է։ Իսկ այս հատվածում, այս փողոցը ոստիկանության փողոցն է, այնտեղ ոստիկանությունն է ու անձնագրայինը նոր վարչական շրջանի, որը սպասարկում է 130,000 մարդու։ Սա դպրոցի պատի տակի վիճակն է, որը այս կողմից դեպի հանրային տարածք է։ Մոտավոր կես ժամ կամ մի ժամ մի հոգի աշխատելով կարա այս ամբողջ տարածքը մաքրի։ Հիմա փիչեցում է։ Սա ևս դպրոցի տարածքն է։ Սա ևս Հիմա մեկը ներքև Սա է մեկը եւ ներքև, սա էլ դպրոցի տարածքն է, հիմա իջնենք ներքև Շենքը ոնց որ ոստիկանությունն է պատկանում, չգիտեմ, սա ոստիկանության մուտքն է, հենա ոստիկանության աշխատակազմի ավտոմեքենաների համար Այս վիճակն է, մի հատ ցույց կտաս այս մասը Մի քիչ այն կողմ գնանք Սա ոստիկանության տարածքն է, ոստիկանության պարիսպն է Այս կողմում ոստիկանության մեքենաների կայանման վայրն է, էլի այս վիճակը, էլի աղբ, այսենց աղբի մեջ կորած, սենց որ իջնենք ենք դեպի անձնագրային բաժանմունք, ես է ժամանակին փակցրել, ու էլի աղբը Այսենց, այստեղ ներսում ոստիկանությունն է, հենց ոստիկանության բաժանմունքն է, չգիտես աղբի տեսքով մեքենա, սենց բաներ, հələ կպայես։ Չեմ ուզում գնահատականներ տամ կամ հորդորեմ ինչ-որ մեկին եկեք, մաքրեք, ես իմ ինչ արեք, մի տարի շարունակ արել ենք ու փաստացի այսօր էլի նոր նորքում ունենք այս վիճակը, զուտ ասեմ, որ երբևէ այսքան փնթի վիճակում նոր վարչական շրջանը չի եղել։ Ես ձեզ ցույց տվեցի դպրոցի ու ոստիկանության կողքերը, որոնք ըստ տրամաբանության պետք է ամենամաքուր տարածքներից մեկը լինեն, բայց տեսնում եք թե ինչ վիճակում են։ Շնորհակալություն, գնահատականները թողնում եմ ձեզ։